Բարև ձեզ, դուք Schematic Med-ում եք և այսօր մենք կքննարկենք արտաքին կոնքի չափերը։ Կոնքի հետազոտությունը մանկաբարձության մեջ շատ կարևոր է, քանի որ կոնքի կառուցվածքը և չափերը վճռորոշ նշանակություն ունեն ծննդաբերության ընթացքի և ելքի համար։ Կոնքաչափումը կոնքի հետազոտության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Կոնքի ներքին չափսերի մեծ մասը հնարավոր չէ չափել, այդ պատճառով չափում ենք արտաքին չափերը և դրանով մոտավոր պատկերացում կազմում կոնքի ներքին չափերի մասին։ Կոնքի չափումը կատարվում է հատուկ գործիքով՝ կոնքաչափով։ Կոնքաչափն ունի կարկինի տեսք, որի վերին հատվածում սանտիմետրային բաժանումներով սանդղակ կա։ Կոնքաչափի ծայրերը վերջանում են փոքր գնդիկներով, որոնք տեղակայվում են այն կետերին, որոնց միջև հեռավորությունը ենթակա է չափման։ Կոնքաչափման ընթացքում կինը պառկում է սկզբում մեջքի վրա, այնուհետև արտաքին կոնյուգատան որոշելու համար կողքի վրա։ Սովորաբար չափում ենք 4 չափ՝ 3 լայնական և 1 ուղիղ։ Լայնական չափերն են. Դիստանցիա սպինարում, սա զստոսկրերի առաջավերին փշերի միջև եղած տարածությունն է։ Կոնքաչափի գնդիկները տեղադրում ենք առաջավերին փշերի արտաքին եզրերին։ Այս չափը կազմում է 25-ից 26 cm։ Դիստանցիա գրիստառում, զստոսկրերի կատարների ամենահեռավոր կետերի միջև եղած տարածությունն է։ Սովորաբար կազմում է 28-ից 29 cm։ Դիստանցիա տրոխանտերիկան ազդրոսկրերի մեծ տամբյոնների միջև եղած տարածությունն է։ Գտնում ենք մեծ տամբյոնների առավել ցցուն հատվածները և տեղադրում ենք կոնքաչափի գնդիկները, սովորաբար կազմում են 30-ից 31 cm։ Կոնյուգատա էքստեռնա, արտաքին կոնյուգատան։ Այս չափը որոշելու համար կինը պառկում է կողքի վրա։ Կոնքաչափի մի ծայրի գնդիկը տեղադրվում է ցայլային համաճոնի վերին արտաքին եզրի կենտրոնում, մյուսը սրբոսկրային ռոմբի վերին անկյունում։ Արտաքին կոնյուգատան նորմայում հավասար է 20-ից 21 cm։ Արտաքին կոնյուգատան շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ դրա միջոցով կարելի է դատել իսկական կոնյուգատայի մասին։ Իսկական կոնյուգատան որոշելու համար արտաքին կոնյուգատայի երկարությունից հանում ենք 9 cm, որը համապատասխանում է ոսկրերի և փափուկ հյուսվածքների հաստությանը։ Այսինքն, եթե արտաքին կոնյուգատան 20 cm է, որը նորմայի սահմաններում է, իսկական կոնյուգատան 11 cm է, որը ևս նորմայի սահմաններում է։ Շնորհակալություն, ցտեսություն։